ձեր գնահատականը։ Բոլոր դեպքերում այնինչ տեղի ունեցավ հենց ձեր նկատմամբ, բնականաբար որևէ մի մասնակցին դատավարության ընդունելի չէր կարող լինել, քանի որ խոսքի ազատության նկատմամբ որևէ սահմանափակումը ինքնին, գիտեք, ծայրահեղ միջոց է հանդիսանում եւ կարծես խնդիրը այն հանգամանքին էր վերաբերում, որ սույն գործը նախագահող դատավորը այդ հանգամանքը նաև մենք դատական նիստերից մեկի ժամանակ քննարկման առարկա դարձրել էինք, քաղաքական գործունեությամբ որոշակի ժամանակահատված զբաղվել է, բայց նաև մյուս կողմից ուզում եմ այս հանգամանքն էլ կարևորել, որ որոշակի իմաստով երբ նշված հանգամանքը այլ դիտանկյունից է դիտարկվում կամ այլ կետից է գնահատական տրվում, միգուցե իր մեջ դրականի տարեր պարունակում է։ Չեմ խոսում նրա մասին, որ լրագրողի գործունեությունը սահմանափակվեց, դա որևէ մի իրավիճակում դրական չի կարող գնահատվել, բայց այդ հանգամանքը ինքնին, որ նման լույսի ներքո դիտարկվեց, հնարավոր է եւ իսկապես դատարանի կողմից անկախության, անաչառության, ձգտման կամ հանդես գալու այդ կարգավիճակից ինչ-որ որոշակի ազդակ լինի, բայց դրա վերաբերյալ էլ կարող են գնահատական տալ միմիայն, երբ ի վերջո կլինի նաև հենց նույն այս հարցի վերաբերյալ դատարանի դիրքորոշումը, որը դեռևս չունենք, այսինքն առնվազն դեռ կարծիքների փոխանակումն է, քննարկումն է, միջնորդությամբ, որը ներկայացվել է։ Պաշտպանական թիմը տեղյակ չէր, որ նման անցյալ ունի դատավորը եւ սկզբում ինչու ինքնաբացարկի միջնակցություն չի ներկայացել։ Դուք կհիշեք, նախորդող դատական նիստերից մեկի ժամանակ ես փորձեցի բացարկի միջնորդություն ներկայացնել, բայց այն ինձ թույլ չտրվեց նախագահողի կողմից եւ մենք մինչ այս պահը, քանի որ փաստացի չկա մեղադրանք, ապա այդ իմաստով նաև ամբողջական բացարկի միջնորդության հնարավորությունն էլ չկա, բայց այդ հանգամանքի վերաբերյալ դատական նիստերից մեկի ընթացքում հենց անձամբ ես եմ բարձրաձայնել, այնպես ինչպես նախագահողը նշեց, հենց նայելով իր աչքերին, պարզ եւ շիտակ իմ դիրքորոշումը ներկայացրել եմ, լսել եմ նաև իր հակափաստարկումը, այնպես չէ որ դա միակողմանի է եղել, բայց բոլոր դեպքերում ուզում եմ ասեմ այդ հարցը քննարկման առարկա դարձել է, բայց ոչ քրեական դատավարության օրենսգրքի դասական իմաստով, քանի որ այս գործը Չակերտներում ի պատիվ Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի քրեական դատավարության օրենսգրքի կանոններից դուրս է ընկել եւ այդ իմաստով միակ լուծումը իսկապես այն է, որ այս գործը պետք է դադարեցվի հենց այն փուլում, որում էլ եւ հայտնվել է։ Քանի որ ի վերջո, երբ մենք բոլորս հիշում ենք 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին 300.1 հոդվածը իր վախճանը ունեցավ իրավական իմաստով, ապա դրան հաջորդող որևէ գործողությունը իր արդեն իրավաչափ օրինականության տեսանկյունից խիստ խոցելի է մեղմ ասած։ Դուք ձեր դիրքորոշումն եք այսօր հայտնում, շարունակում եք նախորդ մարտի 14-ից հետո թողնած, ի վերջո որ փուլին հասանք, պարոն Վարդգոյան։ Դեռևս ներկայացում է դիրքորոշումը, հաշվի առեք ի վերջո 3-4 դատական նիստ հանրային մեղադրողը ներկայացնում էր իրենց դիրքորոշումը, կարելի ասել համանման մի իրավիճակում հիմա պաշտպանության կողմն է եւ իսկապես այստեղ բազմաթիվ հանգամանքներ կան, իրավական հարցեր կան, որոնք պետք է ներկայացվեն եւ ակնհայտ է նաեւ, որ դրան այլ ելք չկար։ Այդ իմաստով իհարկե դեռևս պարոն Օրբելյանը դիրքորոշումը ներկայացնում է, այն հավանաբար հաջորդ դատական նիստին կմոտենա իր ավարտին, այնուհետև պաշտպանության կողմի այլ գործընկերների դիրքորոշումները եւս կներկայացվեն, բայց կրկին այստեղ ամենաանկյունակարային հարցը ինչումն է։ Ի վերջո Սահմանադրական դատարանը իր հայտնի որոշմամբ չի արձանագրել մի այնպիսի հանգամանք, որը թույլ կտար տեղի ունենար այն ամենը, ինչ տեղի ունենում է, սակայն հանրային մեղադրողները, այսինքն դատախազությունը բոլոր դեպքերում այդ դիրքորոշումը ներկայացնում է, բոլոր դեպքերում հաշվի չի առնում հակառակ դիրքորոշումը, ի վերջո իհարկե այսպիսի իրավիճակներում վերջնական որոշում կայացնողը դատարանն է լինում։ Տեսնենք։ Ես եմ շնորհակալ։